Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, որ իշխանության պնդմամբ 1 ամսից պետք է գործի, ընդդիմադիր падգամավորներն անորոշության մասին փաստաթուղթ համարեցին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու իշխանական падգամավորները մինչդեռ սա աննախադեպ հեղափոխական մի համակարգ են համարում, որի նպատակն ասացին կյանքեր փրկելն է։ Սա ենք ուզում անել, որ այն անհրաժեշտը, որը մարդու կյանքն է փրկում, հնարավոր լինի ապահովագրության շրջանակում ապահովել։ Անորոշություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով, որովհետև իրենք չգիտեն 1 ամիս հետո հունվարի 1-ից ինչ տիպի ծառայություններ կարող են ստանալ։ Անորոշություն բժշկական հաստատությունների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների համար։ Այսօր խորհրդարանում նախագիծը ներկայացնող նախարար Ավանեսյանը падգամավորներին հորդորեց կողմ քվեարկել նախագծին, որ 2026-ի հունվարից մեկնարկող առաջին փուլով շուրջ 1.5 միլիոն հայաստանցի ապահովագրական փաթեթ ունենա։ Այդ խմբերն են մինչև 18 տարեկան երեխաներ, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցողներն ու անապահովության 28 ու ավելի միավոր ունեցող անձինք։ Այս խմբի համար կվճարի պետությունը։ Առաջին փուլում ապահովագրական փաթեթ կունենան նաև 200,000 դրամից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիները։ Այս խումբն ինքը կվճարի իր փաթեթի համար տարեկան 129,000 դրամ, ամսական 10,800։ Այս թիվը տարիների ընթացքում կավելանա։ Ամբողջական նոր մոտեցում է ֆինանսավորման, ծառայությունների գնահատման, դրանց ձեռքբերման, խմբերի ներառման եւ այլն եւ այլն։ Ընդդիմադիր падգամավորներն ինչպես հանձնաժողովի նիստում, այնպես էլ այսօր դարձյալ պահանջեցին բժշկական ծառայությունների ամբողջական ցանկը ներկայացնել։ Նախարարն ասաց, դրանք հայեցակարգում արդեն ներկայացված են, բայց եթե բանավոր թվարկի 3 ժամ կպահանջվի։ Չկա հրապարակված հստակ ցանկ, հակադարձեցին ընդդիմադիրները։ Պատիվ ունեմ խմբակցությունից Թագուհի Թովմասյանը հարցրեց, այդ գումարները կառավարող ու բաշխող պետական հիմնադրամը դեռ չկա, անգամ ապահովագրության մասին օրենք չկա ընդունված։ Առաջին փուլի մեկնարկին բան չմնաց, ինչպես եք հասցնելու։ Որ հիվանդանոցներն են, որ քաղաքացին հեշտ բացատրեք, որ քաղաքացին կարող է մտնել եւ ասել, որ ես եկել եմ ինձ օգտվելու ինձ օրենքով հասանելիք առողջապահական ապահովագրությունից։ Խնդրում եմ հստակ եւ մատչելի։ Փաթեթը եւ դրան հարակից բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր արդեն նախագծերի շրջանակներում պատրաստ են եւ հենց որ օրենքը ընդունվի, կդրվեն կառավարության քննարկմանը եւ կընդունվեն։ Դրանից հետո կհրապարակվեն եւ բացի հրապարակվելուց այս ցանկերը հասանելի կլինեն մեր հեռախոսներում, առմետ հավելվածում։ Այսօր ներկայացված փաթեթն իր մեջ ներառում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին առանձին օրենքն ու հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծ։ Ընդդիմադիրների պնդմանը, թե բուժաշխատողների ու մարդկանց մոտ անորոշություն կա, հակադարձեց կյանքն առհասարակ անորոշությունների մասին է։ Իսկ 26 օրենքներում փոփոխություններն արվելու են այդ անորոշություններում հստակեցումներ մտցնելու համար։ Ուրախ եմ, որ այստեղ միակ անորոշությունը մնացել է այն ցանկը, որը վաղուց ի վեր, նորից եմ կրկնում, հայեցակարգի շրջանակներում հրապարակված է եղել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Աննա Գրիգորյանը կասկածներ ունի, թե ապահովագրության համար ստեղծված պետական հիմնադրամը կարժանանա մեկ այլ պետական հիմնադրամի՝ Անիֆի ճակատագրին։ Այս հիմնադրամից 25 միլիարդ դրամն անհետացավ, ասում է նա։ Այն կառավարությունը, որը հիմնադրել էր Անիվ հիմնադրամը եւ որը բարեհաջող կերպով փոշիացրել է 25 միլիարդ դրամ, հիմա եկել ազգային ժողովի падգամավորներին ասում է հաստատեք այդ օրենքի նախագիծը, որով 225 միլիարդ տրվելու է առանձին հիմնադրամի, որը մոնոպոլ դիրք է ունենալու։ Հիմնադրամ, որը դեռևս գոյություն չունի։ Մենք չգիտենք ով է կառավարելու։ Նախարարն օրինակներ բերեց 65+ տարիքի քաղաքացիները նախկինում աչքի կատարակտի վիրահատության համար վճարում էին, չէին վճարում միայն նրանք, որոնք հաշմանդամության խմբերում էին ներգրավված։ Սրտի ռիթմը շտկող միջամտությունից նույնպես չէին կարող օգտվել, ասում է Ավանեսյանը, դրանք հիմա անվճար կլինեն։ Շարունակեց, սահմանափակ ծառայությունների փաթեթը կընդլայնվի այս խմբի համար։ Օրինակ կոնքազդրի կամ ծնկի պրոթեզավորման վիրահատություն պետպատվերի ցանկում չկար, հիմա կա պրոթեզի համար էլ մինչև 600,000 դրամ փոխհատուցում կտրամադրվի, իսկ քիմիաթերապիայի համար մինչև 300,000 դրամ փոխհատուցումը կդառնա 1,2 միլիոն։ Հայաստան խմբակցությունից Ագնեսա Խամոյանն արձագանքեց, տեղատեսակներ կան, որոնց քիմիաթերապիայի մեկ կուրսը 4-ից 5 միլիոն դրամ արժե, այդ 1 միլիոնն ինչ է փոխելու։ Շատ տարբերություն տարվա կտրվածքով 1 միլիոն դրամը ըստ էության բան չի փոխում։ Նորից եմ ասում, տարվա կտրվածքով դա ահռելի գումար է կազմում։
Օրինակ տեսեք, երեխաների չարորակ արյունաբանական հիվանդների քիմիոթերապևտիկ դեղերի փոխհատուցումը տարեկան 200,000 դրամ է։ Օրինակ ինչու է որ հեղափոխական ասում եք, նաև այս ծրագրի նախագծի շրջանակներում երեխաների չարորակ արյունաբանական հիվանդությունների բուժումը ամբողջությամբ այդ թվում նաև քիմիոթերապևտիկ նյութերը, քիմիապրեպարատները ամբողջությամբ չի փոխհատուցվում։ Դիմադիրներն իշխանականների հետ մի բանում էին համաձայն. շատ կարևոր է առողջության ապահովագրության համակարգ ունենալը, բայց այս տեսքով այն բախվելու է պատին ու փշրվի։